Ես իմ ընտրությունը կատարել եմ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության, հանուն մեծ երեխաների, մեծ սերունդների ապագայի, իսկ ես և իմ ընտանիքը, իմ շրջապատի անդամները դա միայն տեսնում ենք Սամվել Կարապետյանի ուժի հետ, բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան։ Ինչ փոփոխություն եք դուք սպասում, որ լինի այդ ընտրություններից հետո։ Փոփոխությունը սպասում ենք լինի կառավարության տեսքով, սպասում ենք, որ ամբողջ կառավարությունը այս 69 իր անդամներով փոխվեն ու մեր երկիրը, ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը այն մարդն է, որ կդարձնի ավելի ուժեղ, մենք ձեռք կբերենք մեր կորցրած ինքնավստահությունը, մեր հայրենասիրությունը և կապրենք ավելի արժանապատիվ կյանքով։ Դա հնարավոր է միայն ու միայն Սամվել Կարապետյանի հետ։ Նենց որ փոփոխության համար 3։ Գոհ ոնց է գնում ընտրությունները, ոնց է սկսվել և Բարձր, տեսեք, ես ուզում եմ գոհնակցություն հայտնել ընտրողների ակտիվությունից, առավոտվանից համարյա բոլոր ընտրատեղամասերում բարձր ակտիվություն է անդրական։ Բայց ինչպես տեսնում եք կոնկրետ այս ընտրատեղամասում բարձր ակտիվությունը խնդիր առաջացրել, որտեղ ընտրատեղամասը տարածքը հարմարեցված չի մեծ թվով այցելուներ ընդունելու համար։ Ես հենց նոր խնդրեցի, որ արձանագրություն կազմվի, որ այստեղ այս սենյակը կոնկրետ չի համապատասխանում օրենքի բաժանմանը։ Այսպիսի սենյակում չի կարելի ընդհանրապես քվեարկության գործընթաց կազմակերպել։ Իհարկե սա բացառիկ դեպք է, չէ՞ զորացել, որ ամեն մեկ սա է, բայց կոնկրետ այս ընտրատեղամասը սա իսկապես շատ ընդհանրություն է, որտեղ ընտրական գործընթացը տեսախցիկից նույնիսկ չի վերացել, որ օրենքի պահանջում է։ Եվ երրորդ խցիկը չկա, այսինքն դրա պատճառով շատ մեծ հերթեր են նկատվում։ Այլապես ընդհանուր մասնակցությունը բարձր է, դա շատ հուսալի է։ խախտումները եթե նկատել եք։ Այստեղ այլ խախտում չկա, բայց հենց ինքնին դա մեծ խախտում է։ Ինքը կազմակերպում է այսպիսի տարածքում մեծ խախտում։